Ուշադրության կենտրոնում է շարունակում մնալ Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանը վերացրել է ցանկացած տեսակի արգելքները դեպի Հայաստան բեռների տարանցման համար։ Հայտարարությանը արձագանքներ են եղել նաև Եվրոպայից։ Թեմայի շուրջ կզրուցենք Արտյոմ Երկանյանի հետ։ Արտյոմ, բայց նախ Ալիևի հիշատակած բեռը տեղ հասել է։ Թեև երեք Ալիևը ասել էր, որ Ղազախստանից այդ բեռը Հայաստան արդեն եկել է, այսինքն որպես կայացած փաստի մասին էր դա ասել, մինչ օրս, որքան ես գիտեմ, մինչ այս ժամը ամենայն դեպս որևէ տեղեկություն չկա այդ բեռի տեղ հասնելու եւ անգամ տեղեկություն չկա, արդյոք այն արդեն դուրս է եկել ղազախական Ակտաու նավահանգստից։ Այդ լուրը արդեն մեկնաբանում են եւ Միացյալ Նահանգներում եւ Եվրոպայում, մասնավորապես Եվրամիության հարավային Կովկասի հարցերով ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն ողջունել է Ադրբեջանի ղեկավարի այդ որոշումը եւ թեմային անդրադարձել է այսօր Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը Թբիլիսիում այդ Մետաքսեուղի ֆորումի ժամանակ նա ասել է, որ ղազախական հացահատիկի Հայաստան դեպի տարանցման այդ արտոնությունը վկայում է այն մասին, որ արդեն գործնական քայլեր են իրականացվում միջին միջանցքի նախագիծը իրականություն դարձնելու համար։ Եվ կարևոր է, որ հենց Ադրբեջանի վարչապետի շուրթերից է հնչում այն, որ դա միջանցքի մասն է այս Ադրբեջանի ձգտումը, հա, այսինքն այդ արտոնությունը տվել են ոչ թե դեպի Հայաստան ինչ որ բարի կամքի քայլ անելու համար, այլ որպեսզի օր առաջ իրականություն դառնա միջին միջանցքը, որը բխում է հենց Ադրբեջանի շահերից։ Դա նաև այսպես ազդակ է ուղղված Բաքվի կողմից Մոսկվային այն մասին, որ Ադրբեջանը մտադիր է Ռուսաստանի փոխարեն զբաղեցնել այս շղթայում տեղը եւ տարանցիկ պետություն դառնալ Ռուսաստանի փոխարեն դուրս մղելով Ռուսաստանը այս շղթայից։ Այսինքն դա Ադրբեջանին էր պետք առաջին հերթին, այլ ոչ թե մեզ, թեև մենք եւս այստեղ որոշակի շահ ունենք։ Բացի այդ, նաև սա իհարկե այսպես արդյունավետ քայլ է, որի նպատակն է բարի համբավ ձեռք բերել միջազգային հանրության աչքերում եւ կրկին մեզ վրա դա վաճառելը որպես միայն մեր համար կատարված ինչ-որ բալիքարի դրսևորում, այդքան էլ տպավորիչ չէ, մանավանդ եթե նկատի ունենանք, որ միաժամանակ Իլհամ Ալիևը շարունակել է խոսել նաև Զանգեզուրի միջանցքի մասին։ Արտյոմ, ադրբեջանական մամուլում գրում են, որ Բաքվի այդ քայլին Հայաստանը պատրաստ է համարժեք քայլով պատասխանել։ Ինչ քայլի մասին կարող է խոսք լինել։ Սպասում են ինչ-որ համարժեք քայլերի, թեև, ինչպես ասացի, իրենց կողմից դա ոչ թե մեզ ուղղված քայլեր, այլ իրենց շահից բխող քայլ, բայց ինչևէ, Հայաստանի վարչապետը այսօր Թբիլիսիում հստակ հիշեցրեց, որ իրականում այդ քայլը առաջինը հենց Հայաստանն է արել։ Դեռ 2 տարի առաջ Հայաստանի վարչապետը հստակ ասել է, որ ցանկացած պահին, երբ Ադրբեջանը ցանկություն հայտնի Հայաստանի տարածքով բեռներ տեղափոխել Նախիջևան, դրա հնարավորությունը կստանա։ Ադրբեջանը այդ ամենին որևէ կերպ չի արձագանքել, հա, եւ այսօր վարչապետը կրկին հիշեցրեց իր այդ պատրաստակամությունը եւ եթե Ադրբեջանը ցանկություն ունի Մարգարա Եղեգնաձոր Սիսիան-Գորիս ճանապարհը օգտագործելու դեպի Նախիջևան բեռներ տեղափոխելու համար, ապա Հայաստանը պատրաստ է դա անել եւ կրկին որևէ արձագանք չկա։ Ավելին Հայաստանը պատրաստ էր անել ավելին, քան արեց Ադրբեջանը, քանի որ մենք այս դեպքում պատրաստ ենք բացել սահմանը հատուկ Ադրբեջանի համար։ Մինչդեռ Ադրբեջանը այդ ղազախական հացահատիկի համար Հայաստանի հետ իր սահմանը բացել մտադիր չէ, այլ այդ բեռը պետք է հասնի Հայաստան-Վրաստանի տարածքով։ Բացի այդ հիշեցնեմ, որ առաջինը իր տարածքը Հայաստանն է տրամադրել Ադրբեջանին դեռ 2 տարի առաջ, երբ իր օդային տարածքը բացեց ադրբեջանական ինքնաթիռների համար, որոնք թռչում էին դեպի Նախիջևան եւ Թուրքիա։ Ադրբեջանը 2 տարի անց միայն պատասխանեց հայելային քայլով։ Այդ ամենը վկայում է այն մասին, որ իսկապես Ադրբեջանը այսպես ընդամենը փորձում է տպավորություն ստեղծել, որ առաջին քայլն է անում, առաջին քայլը Հայաստանը արել է վաղուց եւ միայն այսօր է Ադրբեջանը փորձում այսպես կիսատ պռատ քայլերով դրան պատասխան տալ։ Շնորհակալություն, Արտյոմ։